Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից այսօր մենք կսովորենք 6-ի բազմապատկում, բաժանում 6-ի։ Գիտելիքների սրահում մենք հանդիպում ենք թվային սանդղակի եւ տեսեք 0-ից թվերը մեծացնում ենք 6-ական մինչեւ հասնենք 72-ը։ Կարելի է բանավոր հաշվարկներ կատարել հաշվելով 6-ական 6, 12, 18, 24, 30, 36, 42, 48, 54, 60, 66, 72, 78 եւ այսպես շարունակ կարելի է նորից եւ նորից հաշվել գումարելով 6-ական։ Սրանք 6-ի պատիկ թվերն են։ 6-ի պատիկ թվերը կստանաս, եթե հաշվես 6-ական։ Յուրաքանչյուր թվին 6 գումարելով ստանում ենք 6-ին պատիկ թիվ։ 6-ի պատիկ թվերը գրիր, ապա ստուգիր, թե քանի թիվ կարողացար գրել։ Այն առաջադրանքները, որոնք տետրում կան, մենք կգրենք աշխատանքային տետրում, իսկ բանավոր առաջադրանքները միասին կկատարենք դասագրքում։ Հարցերի պատասխանիր ամբողջական նախադասություններով։ 7 անգամ 6 հավասար է 42։ 7 եւ 6 թվերի արտադրյալը 42 է։ 7-ը մեծացնենք 6 անգամ եւ կստանանք 42։ Տարբեր եղանակներով կարտածենք այս հավասարությունը։ Որն է արտադրյալը։ Արտադրյալը 42-ն է։ Ինչ բաղադրիչներից է կազմված այն։ 7 եւ 6 արտադրիչներից։ Քանի հատ 7 միավոր է 42-ը։ 42-ը 6 հատ 7 միավոր է։ Քանի հատ 6 միավոր է 42-ը։ 42-ը 7 հատ 6 միավոր է։ Հմտությունների սրահում հանդիպում ենք 6-ի բազմապատկման աղյուսակին եւ 6-ի բաժանման աղյուսակին։ Փորձում ենք սովորել անգիր, հետո լրացնում ենք բաց թողնված թվերը։ 2 անգամ 6 հավասար է 12, 3 անգամ 6 հավասար է 18, 36-ը բաժանած 6-ի հավասար է 6, 54-ը բաժանած 6-ի հավասար է 9, եւ այսպես վերջացնում ենք ամբողջ շարքը։ Մարզասրահում շղթայաձև վարժություն է, կրկնում ենք 5-ի աղյուսակը։ 0-ին գումարացինք հավասար է 5-ի, 5-ին գումարացինք հավասար է 10-ի, 5-ական ավելացնելով հասնում ենք մինչև 45-ը, հետո 45-ից 5-ական պակասեցնելով հասնում ենք մինչև 0-ն։ Համագործակցության սրահում հանդիպում ենք 228 համարի առաջադրանքին։ Տրամագրի եւ աղյուսակի միջոցով հաշվում ենք փուչիկների թիվը։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հունիսի 1-ի առթիվ երկրորդ դասարանցիները որոշեցին դասասենյակը զարդարել եւ այդ նպատակով նրանք գնել են 2 կապ փուչիկ։ Փուչիկների տվյալները պետք է ներկայացնենք տրամագրի տեսքով։ Հաշվել ենք եւ տեսել, որ յուրաքանչյուր կապում կա 7-ական կապույտ փուչիկ, 2 անգամ 7 կլինի 14 կապույտ փուչիկ։ Կարմիրները 2 անգամ 5, այսինքն ամեն մի կապոցի մեջ կա 5-ական կարմիր փուչիկ, 2 անգամ 5 հավասար է 10 փուչիկ, եւ տեղին փուչիկները յուրաքանչյուր կապում 8-ն են, 2 անգամ 8 հավասար է 16 տեղին փուչիկ։ Հիմա այս նույնը ներկայացնում ենք աղյուսակի տեսքով։ Կապույտը 2 անգամ 7 հավասար է 14, կարմիրը 2 անգամ 5 հավասար է 10 եւ տեղինը 2 անգամ 8 հավասար է 16-ի։ Հաշվել ենք եւ բոլոր փուչիկների ընդհանուր թիվը եղել է 40։ Հիմա պատասխանենք հարցերին։ Քանի տեղին փուչիկ են գնել նրանք։ Գնել են 16 տեղին փուչիկ։ Քանի կապույտ փուչիկներ են գնել։ 14, քանի կարմիր 10։ Հիմա կապույտ փուչիկները որքանով են ավելի կարմիրներից։ Կարմիրները 10-ն են, կապույտները 14։ 14-ից հնաց 10-ը հավասար է 4, 4-ով ավելի են։ Ընդամենը քանի փուչիկ են գնել։ Ընդամենը գնել են 40 փուչիկ։ Այժմ անդրադառնանք աշխատանքային տետրին։ Առաջադրանք 217-ը հաշվենք արտահայտության արժեքը կարող ենք օգտվել բազմապատկման եւ բաժանման աղյուսակից։
7 անգամ 6 հավասար է 42, 3 անգամ 6 հավասար է 18, 1 անգամ 6 հավասար է 6, 5 անգամ 6 հավասար է 30։ Ներքևի շարքում ուշադրություն ենք դարձնում արտադրիչների տեղափոխական օրենքն է գործում։ 9 անգամ 6 հավասար է 54, 6 անգամ 9 հավասար է 54, 6 անգամ 10 հավասար է 60, 10 անգամ 6 հավասար է 60։ Նույն ձևով կատարում ենք բաժանումը եւ անցնում ենք խնդիրներին։ Հայկը մտապահել է 4 թիվը, իսկ Արան դրանից 6 անգամ մեծ թիվը, որն է Արայի մտապահած թիվը։ Եթե ասում է անգամ մեծ, նշանակում է բազմապատկման գործողություն պիտի կատարենք 6 անգամ Հայկի մտապահած թիվը 4, հավասար է 24, Արան մտապահել է 24 թիվը։ Եթե Արմենի մտապահած թիվը փոքրացնենք 6 անգամ, կստանանք 8, որ թիվն է մտապահել Արմենը, այսինքն մի այնպիսի թիվ է մտապահել, որը եթե բաժանենք 6-ի, կստանանք 8, պիտի գտնենք այն թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 8, կամ աղյուսակից ենք օգտվում, կամ կատարում ենք հակառակ գործողությունը, 6 անգամ 8 հավասար է 48-ի, Արմենի մտապահած թիվը 48-ն է։ Խնդիր 223, Այգն ուներ 11 մատիտ, Անին 13, իսկ Աննան մատիտ չուներ։ Նրանք բոլոր մատիտները հավասարապես բաժանեցին 3-ի միջև, յուրաքանչյուրը քանի մատիտ ստացավ։ Ես կոնկրետ դասարանում 3 աշակերտի հրավիրեցի ինձ մոտ, տվեցի մեկին 11 մատիտ, մյուսին 13, երրորդին մատիտ չտվեցի։ Առաջարկեցի բոլոր մատիտները հավասարապես բաժանել։ Երեխաները հաշվեցին բոլոր մատիտները, տեսան, որ 11 գումարած 13-ը հավասար է 24-ի, հետո 24-ը հավասար 3 մասերի բաժանելուց, տեսան, որ յուրաքանչյուրին հասավ 8 մատիտ։ Խնդիրը համառոտագրում ենք և լուծում այսպես։ Խնդիր 224-ը։ Արան քաղեց 7 կիլոգրամ խնձոր, իսկ Արամը 13 կիլոգրամ։ Պապիկն այն հավասարապես տեղավորեց 4 արկղերում։ Յուրաքանչյուր արկղում քանի կիլոգրամ խնձոր եղավ։ Նախ և առաջ իմանում ենք, թե բոլոր խնձորները միասին քանի կիլոգրամ են։ Արայի հավաքած 7 կիլոգրամը և Արամի հավաքած 13 կիլոգրամը միասին կլինի 20 կիլոգրամ։ Եվ այդ 20 կիլոգրամ խնձորը հավասարաչափ բաժանում են, տեղավորում են 4 արկղերի մեջ։ 20-ն էլ կբաժանենք 4-ի և կստանանք 5 կիլոգրամ։ Յուրաքանչյուր արկղում կա 5 կիլոգրամ խնձոր։ Եվ լուծում ենք վերջին խնդիրը, խնդիր 225։ Անին 8 տարեկան է։ Մայրիկը 5 անգամ մեծ է Անիից, անգամ մեծ։ Դա բազմապատկման գործողությունն է։ Կգտնենք մայրիկի տարիքը։ Իսկ հայրիկը 2 տարով մեծ է մայրիկից, եթե ասում ենք 2 տարով, դա արդեն բազմապատկման գործողություն չէ, տարով մեծ, այսինքն գումարած։ Քանի տարեկան է հայրիկը, համառոտագրում ենք այսպես, Անին 8 տարեկան, մայրը չգիտենք քանի տարեկան հարցական, բայց գիտենք, որ Անիից 5 անգամ մեծ, սլակով ցույց ենք տալիս Անին։ Հայրիկը նորից չգիտենք քանի տարեկան, բայց գիտենք, որ 2 տարով մեծ է մայրիկից։ Թվային արտահայտությունը կազմում ենք այսպես. 5 անգամ 8, որպեսզի գտնենք մայրիկի տարիքը, հետո գումարում ենք մայրիկի տարիքին 2 տարով էր հայրիկը մեծ, որպեսզի իմանանք հայրիկի տարիքը։ 5 անգամ 8 հավասար է 40 տարեկան մայրիկը, 40-ին գումարած 2 հավասար է 42 տարեկան հայրիկը։ Պատասխան 42 տարեկան։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։